Աղանդավորներ, եթե նախորդ հոդվածս ուղղված հայ առաքելական եկեղեցուն կրում էր սթափեցնող բնույթ, ապա ձեր դեպքում իրավիճակն այլ է։ Ռոմանտիզացված ժամանակակից մոտեցումը հավատքին գործնականում չարիք է մարդկանց գլխին, երբ սոված գայլերի նման կրոնական կազմակերպությունները հարձակվում են ու սկսում ամեն մեկը պոկել հոգուց, որքան հնարավոր է մեծ կտոր։ Հաճախ խոսում են հայ առաքելական եկեղեցու գործունեության վատ կողմերի մասին, բայց աղանդավորական կազմակերպությունների մութ կողմերի մասին խոսում են շատ մակերեսորեն, գործածելով հոգևորսություն բառը, որը շատերը համոզված եմ նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում։ Եթե գիտեն էլ, ապա շատերը չեն պատկերացնում, թե դա ինչ հետևանքների կարող է բերել։ Այսօր, երբ բազմաթիվ աղանդավորական կազմակերպություններ ազատ գործում են Հայաստանում, հարցը դառնում է առավել քան հրատապ։ Մանավանդ երբ հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլանում են կապված կառավարության հետ ընդհարումներով։ Անգլիացի հեղինակ և լրագրող Ուիլ Սթորի նկարագրությամբ հասարակության կամ նրա որոշ շրջանակների վրա հեղինակություն հնարավոր է ձեռք բերել 3 ճանապարհով։ Առաջինը՝ ձեռքբերումներ՝ գիտական, սպորտային, բիզնես և այլն։ Երկրորդը՝ բարոյական՝ ակտիվիստներ, բարեգործներ, հոգևոր առաջնորդներ։ Եվ երրորդը՝ իշխանական՝ պաշտոն և կրիմինալ։ Այս նույն սկզբունքներով են գործում ոչ միայն քաղաքական, այլև կրոնական կառույցները, որոնք ձգտում են ազդեցության։ Առաջին երկու կետերն ակնհայտ են թե քաղաքական, թե կրոնական դաշտում։ Կենտրոնանանք երրորդ կետի վրա։ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդները շատ հաճախ մեղադրվում են մութ գործերի և ներքին հիերարխիայի մեջ, կոշտ, ինչպես նաև կապ կրիմինալ աշխարհի հետ։ Իսկ ինչու այդքան բարձր չի խոսվում աղանդավորական կազմակերպությունների ներքին կոշտ հիերարխիայի և խոշոր կազմակերպությունների կրիմինալ կապերի մասին։ Չլինի, թե նրանք չունեն ներքին հիերարխիա և մեծ գումարների շարժը կառավարվում է միայն հոգևոր ճանապարհով։ Ցնդաբանություն է։ Համոզված եմ, որ ոչ, այստեղ նույնիսկ ապացույցներ կամ օրինակներ պետք չեն։ Երկրորդ կարևոր կետը, որ հաճախ հաշվի չի առնում, այն է, որ աղանդավորական կազմակերպությունների կենտրոնը Հայաստանում չէ։ Նրանց տարբեր ճյուղեր գործում են նաև այլ երկրներում, կազմելով մի հսկայական շպիոնական ցանց։ Այնպես որ այս երկու կետերը հաշվի առնելով ինքներդ հետևություն արեք, թե աղանդավորական խմբավորումները ինչ վատ և բաժանարար ազդեցություն են ունենում մեր ժողովրդի վրա։ Շնորհակալություն։